իրար հետ խոսում ենք, դուք ասում եք, հենց եթերում ասում ցիստիտ, ասում եմ, հա, դա հիվանդության միջազգային անվանումն է, ցիստիտ, միզապարկի բորբոքումն է, ու իրան պետքա լուրջ վերաբերվել, որովհետև միզապարկի բորբոքումը ցիստիտին լուրջ խնդիր է, ու հա, շատ ժամանակ ասում են դե տղամարդ ուրոլոգի մոտ չեն գնա միզապարկի խնդիր, բայց ուրիշ բժիշկ էլ չպետք է զբաղվի, դա հենց ուրոլոգիական բուն խնդիր է, որով զբաղվում են բժիշկ ուրոլոգները, ասեմ ավելի նեղ մասնագիտացում ունեն հենց այդ հիվանդությունների բուժման համար, օրինակ, հենց ես, որ շատ եմ սիրում դրանով զբաղվել, ու 60-անց կանանց մոտ, այսինքն կանանց, ովքեր այդ մենոպաուզան տեսել են, կլիմակտերիկ տարիքից հետո կանանց մոտ ցիստիտին ավելի սրված է ու լրիվ ուրիշ բուժում է պահանջվում, ոչ թե բակ անալիզ հանձնեն, շատերը ով այդ խնդիր ունեն, հիմա նստած ուշադիր լսում են, ոչ թե բակ անալիզ հանձնեն, անտիբիոտիկ խմեն, բակ անալիզ հանձնեն, անտիբիոտիկ խմեն, այլ կլիմակտերիկ տարիքում պետք է հաշվի առնել շատ ու շատ հանգամանքներ կնոջը բերելու համար այն ռելսերի վրա, որ իր ցիստիտը անցնի։ Այս խնդրումը լինում է նաև տղամարդկանց մոտ, թե միայն ցիստիտը կնոջ։ Ցիստիտ, բուն ցիստիտը բնորոշ է կանանց, տղամարդկանց մոտ, եթե միզապարկի վրա բուն վիրահատություն չի կատարվել, շատ քիչ է հանդիպում։ Քրոնիկ ցիստիտները իրանք շատ տհաճ երևույթներ, մահվան չեն բերի, բայց էլ ինվալիդ հաշմանդամության կբերեն, բայց քրոնիկ ցիստիտները իրանք տհաճ են իրանց հետ ապրել։ Դե պատկերացրեք, օրը 4-5 անգամ գնում եք զուգարան միզելու, ցիստիտ պարագայում ավելի շատ, ու ամեն մեկը ավարտվում է ծանր ցավով, այրոցով, վառելով, որ տարական ձեր բնական կարիք հոգալը ձեր համար լինում է տանջանք։ Երկրորդ միզապարկի դե ուռուցքները եւ մնացածը կարան տարածվեն, մետաստազավորվեն եւ այլն, եւ երիկամի ուռուցքները։ Կանանց սա շատ հանդիպող երևույթ է, որ կինը ունի քրոնիկ ցիստիտի պատկեր, բայց իր անալիզները միշտ մաքուր են, այստեղ մենք կարող ենք գործ ունենանք միզապարկի լեյկոպլակիայի, միզապարկի նախաքաղցկեղային վիճակների հետ, կատարում ենք ցիստոսկոպիկ հետազոտություն, զննում ենք միզապարկի պատերը ու բուժում մարդկանց։ Իսկ անմիզապահության խնդիրը, որ էլի շատ հանդիպող շատ հանդիպում կանանց մոտ ծննդաբերություններից հետո մենք տարբերակում ենք երկու տեսակ։ Առաջինը իմպերատիվ, այսինքն նյարդային համակարգի հետ կապված։ Դա այն բոլոր այն դեպքերն են, երբ որ կինը օրինակ նստած հնդկական սերիալ է նայում, կոնկրետ հնդկական պատասիային է նայում, ուզում է, ես այդ միշտ օրինակը բերում եմ հիվանդներին, ասում եմ նստած դիվանին նայում ես սերիալը, մեկ էլ հոպ միզել ես ուզում ու չես հասնում տուալետ։ Սա արդեն մենք իմպերատիվ պազիվների հետ, իմպերատիվ կանչերի հետ գործ ունենք, այսինքն գլխուղեղը շատ արագ է միզապարկից ազդակ ստանում ու հետ փոխանցում այդ ազդակը։ Այստեղ մենք պետքա արդեն նյարդաբանը պետքա աշխատի։ Մենք ունենք որևէ խնդիր գլխուղեղում, Ալցգեյմեր, Պարկինսոնի, ցրված սկլերոզ եւ այլ տարբեր հիվանդություններ գլխուղեղի ողնուղեղի հետ կապված։ Երկրորդը դա այսպես կոչված ստրեսային անմիզապահությունն է, անունը ստրեսի հետ կապ չունի, ընդհանրապես ստրեսային իրավիճակներ, այսինքն երբ որ բարձրանում է ներվորովայնային ճնշումը։ Ես էլ նիհարել եմ սիրելի տատի պապիների, ես էլ ձեր նման տատի պապիներն էի լավ կերակրել է ինձ։ Ներվորովայնային ճնշումը բարձրանում է, հազալուց, փռշտալուց, ծիծաղելուց, արգանդի իջեցում կա, ուտեղ միզում են։ Մարդիկ բարձի թողի վիճակը ստեղծում ինչի կբերի։ Դե պատկերացրեք դուք գնում եք քեֆի, չէ, դուք գնում եք քեֆի ու մեզը հոսում է։ Ձեր թորան կնունքն է մեզը հոսում է։ Դուք չեք կարողանում տանից դուրս գալ։ Ծաղել, փռշտալ, ծանր բան վերցնել։ Իսկ այս խնդիրները կարելի է ընդհանրապես մի քանի ժամում լուծել համապատասխան մասնագետի օգնությամբ։ Այստեղ կարևոր է դիֆերենցիալ դիագնոստիկան։ Առաջինի պարագայում նյարդաբանի հետ, երկրորդի մենք նաև ունենք խառը տիպ, կինը որ ունի, ասենք, կամ տղամարդ ունի Պարկինսոնի հիվանդություն կամ որևէ այլ համակարգային նյարդաբանական խնդիր եւ ունենք, ասենք, ստրեսային անմիզապահություն, այստեղ համակցված պետքա լուծել այդ խնդիրները։ Իսկ մենք խոսեցինք բոլոր այն դեպքերում, որ արդեն հիվանդությունը կա, հələ մի բան էլ ծանրացած, նենց ֆատատեսական եթեր եղավ։ Եկեք կանխարգելումը որպես հիմք, եկեք ասեք ինչ անենք, որ կանխարգելումից էին խոսում։ Չէ, դե ավելի շատ դուք ասում եք, որ վաղաժամ գնանք ստուգենք, բայց ասեք ինչ անենք, որ չբախվենք այս խնդիրները, մետադիկներ, պապիկներ։ Ամենակարևոր խնդիրը, որը ես եմ լուծում տարիքով տղամարդկանց մոտ, սրանից խոսանք ու անցնենք առաջ։ Դա շագանակագեղձի ադենոմայի խնդիրներն են։ Այստեղ որ ասեցիք բարդություն ինչ կարող լինի, ադենոման ինչ է։ Մեր միզապարկն է, շագանակագեղձն է, միզուկը սենց անցնում, այստեղ կան 100 ուրետրալ գեղձեր։ Իրանք մեծանում են, չեն թողնում, որպեսզի մեզը նորմալ դատարկվի միզապարկից։ Տղամարդը ունի անընդհատ միզելու ցանկություն։ Նապորը թուլացել է, ինքը տենց է նշում, միզելուց հետո նորից միզելու ցանկություն ունի ու անընդհատ հաճախամիզություն կա։ Այստեղ լուծումը ոսկե ստանդարտը դա
տրանսուրետրալ վիրահատություններն են։ Ամենանուկլեացիան, որը հիմա գնում է աշխարհում դեպի ոսկե ստանդարտ կամ շտագանակը գեղձի տրանսուրետրալ ռեզեկցիան։ Մաքրում ենք այդ գեղձը ու վերջ։ Միզարցակումը կարգավորվում է, ինչ խնդիրների սա կարա բերի։ Այստեղ մենք լուրջ խնդիրներ կարանք ունենանք։ Մեզ երբ որ նորմալ դուշ չի գալիս, հետա գնում դեպի երիկամներ։ Մենք ունենում ենք հիդրոնեֆրոզ, որը գնում է դեպի երիկամային անբավարարություն։ Իր բառ նշաններից մեկը մեր տատի պապիները շատ են, ազոտը հելավ, ազոտը հելավ։ Բայց դա այդ արդեն վերջին փուլներ կարելի է դա արդեն հա կարելի է կանխարգելել։ Հետո քրոնիկ միզակապություն, այստեղ աստիկ ինչ գանգատների դեպքում։ Երբ որ տղամարդը միզել է ուզում ու չի կարողանում միզի, այսինքն վազել գնալ հիվանդանոց սիմպտոմներից է։ Մենք այդպես շատ խառը խոսացինք, բայց ինձ թվում է հասկանալի ամեն ինչ։ Երբ որ տղամարդը ուզում է միզի ու չի կարողանում, սա վազել գնալ հիվանդանոց, որտեվ դա կարա սուր միզակապության կամ քրոնիկ միզակապության սրացման մասին խոսա։ Այս ամեն ինչը կարա կյանքի որակի մնա, սրտային անբավարարություն, զարգերակային հիպերտենզիա եւ նմանատիպ խնդիրների։ Կանխարգելումից խոսանք։ Միզապարկի քաղցկեղի համար մեկ մեղավորը ով է։ Դուք ասեք։ Ով է։ Թե ինչ պետք է լինի։ Ծխելը։ Չի պատկերացնի։ Բոլորին ամեն ինչ մեղավոր կամարի ծխելը չէ։ Հա, չէ, շատ անմեղ երևույթ է ծխելը։ Բոլոր տեսակի ծխախոտները, սիգարետա, վեյփերն է եւ մնացած բոլոր տաքացման համակարգերն է, որը օգտագործվում են։ Թունավոր նյութեր են պարունակում։ Մեր օրգանիզմը ոնց է հանում այդ թունավոր նյութերը։ Մեզով, կղանքով, մաշկով, լյարդով եւ մնացածը։ Դե պատկերացրեք, դուք ծխեցիք, թունավոր նյութը գնաց, ձեր մեզով պետքա դուրս գա, դուք էլ մի 3-4 ժամ չեք միզում։ Թունավոր նյութով մեզը վնասում է ձեր միզապարկի պատը։ 1 տարի, 2 տարի, 3 տարի փոքր ուռուցք մեծ եւ այսպես գնում է։ Ես չեմ տեսել տղամարդ իմ կյանքում, ով չի ծխել ու ունեցել է միզապարկի ուռուցք, բայց տեսել եմ բազմաթիվ տղամարդկանց, ովքեր ծխել են ու ունեն միզապարկի ուռուցք։ Ես տեսել եմ կանանց, որ չեն ծխել ու ունեն միզապարկի ուռուցք, բայց ունեցել են ամուսին, որդի, եղբայր, ովքեր ծխող, այո, պարավոզ ոնց կլինի հայերեն, շոկեքարշի պես պասիվ ծխող են եղել, ու իրանց համար դա շատ ավելի վտանգավոր է, որովհետև թունավոր նյութը արտանետվեց, դե թոքերի ֆիլտրման համակարգն չաշխատեց։ Ձեր ու ձեր սիրելիների համար մի ծխեք։ Ակտիվ քայլքը, ալկոհոլի չարաշահման սահմանափակումը։ Մենք տատիներ, հա, չարաշահման սահմանը։ Մենք ունենք տատիներ, պապիներ, որ պապիներ մանավանդ, ես թթի արաղ եմ քաշում, տարին այտենց օրը կես լիտր խմում եմ, բայց այդտեղ մենք նույն միզապարկե սխեմայով կարանք նորից ունենանք որոշակի հիվանդություններ։ Սիրելիներս, շաքարային դիաբետի մենեջմենթը։ Երբ որ շաքարային դիաբետ ունեն մեր երիտասարդները, հոյակապ մենեջմենտ են անում։ Երիտասարդները պատճեր են կպցնում իրանց թևերին, սմարթֆոնի մեջ ունեն իրանց շաքարի մոնիտորինգ, այսինքն պատճի իրանց միանգամից բան է ուղարկում, վայ, քո շաքարը հենց այսպես 6 քանիս է, հետո հաց կերավ ու 10 է, մի հատ կարող է ինսուլին սրսկվես կամ քո դեղը կիսատ ես խմել։ Տարիքով մարդկանց երբ որ ասում ես դիետա պահում եք, դե ինչ դիետա։ Այսինքն ով չունի շաքար, ով չունի շաքար եւ այլն, բայց սեռական թուլության համար մեկ պատճառը, այդ սեռական թուլությունից խոսանք 60+ տարիքում դա դիաբետն է։ Մանր անոթները, մանր նյարդերը առաջինը վնասվում են հենց դիաբետի ժամանակ։ Այսինքն երբ որ տղամարդը ինձ այդ տարիքում դիմում է սեռական թուլությամբ, առաջի բանը որ ստուգում գլյուկոզան ու կես դեպքերում շաքարը հայտնաբերվում կամ ինսուլինառեզիստենտություն։ Թե միզային համակարգի վրա, թե սեռական համակարգի վրա կանխարգելված, մոնիտորինգի չենթարկվող շաքարը շատ լուրջ ազդեցություններ է թողում։ Կանանց դեպքում էլ կանխարգելենք ու հաղորդումը փակենք։ Ջուր շատ խմեք, սիրելի կանայք եւ սիրելի տղամարդիկ։ Ձեր քաշը վերցնեք, օրինակ դուք կշռում եք 100 կիլո, ամեն կիլոգրամի 30 մլ ջուր է պետք օրվա մեջ։ 100 կիլոնոց մարդը պետք է խմի 3 լիտր ջուր։ Բայց հաշվի առնենք մի բան, եթե դուք ունեք սրտային անբավարարություն, բարձր զարկերակային ճնշում, որ այս տարիքում շատ է հանդիպում, սա արդեն ձեր սրտաբանի հետ պետք է քննարկեք։ Սա առողջ նորմալ մարդու համար ասված երևույթներն է։ Սիրելի տարիքով մարդկանց խորհուրդ եմ տալիս 2 բան իրանց համար՝ սկանդինավյան քայլք, այն սիրուն փետերով քայլքը, որպեսզի ունենան առողջ մարմին, իրանց հավատացեք շաքարի թվերը շատ ուժեղ քիչն են սկանդինավյան քայլքից։ Օրը 2 անգամ իրանց զարկերակային ճնշումը չափեն ու իրանց թորնիկներին շուշուտ տենան։ Այդքան բան։ Հա, դա էլ է բալասա։ Ամեն ինչ։ Շնորհակալ եմ Միշկան, մի շնչով ամեն ինչ շատ, ես կարծում եմ, որ այս թեմային մենք էլի անդրադառնալու ենք, թող լսեն, թող մարսեն, հարցեր գրեն։ Հաղորդման ընթացքում բժիշկների անուններ տվեցի, նույնիսկ իրանց հրավիրեք, թող հենց անմիզապացան խնդրվել խոսեն։ Շնորհակալ եմ ձեր ժամանակի խորհուրդների համար։